Հռոմի կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցիների պատմական հարաբերությունները անցյալ դարի 60-ական թվականներից մտան նոր փուլ, որը բնորոշվեց նախ եւ առաջ միջեկեղեցական եղբայրությամբ։ Սրան նպաստեց նաեւ Վատիկանյան ժողովի հատուկ դիրքորոշումը դեպի արևելյան եւ բյուզանդական ուղղափառ եկեղեցիները։ 1962-ին Վազգեն I հայոց հայրապետի եւ Պողոս 6-րդ պապի պատմական հանդիպումով պայմանավորված միջեկեղեցական փոխհարաբերությունների լայն ու հետաքրքիր ոլորտ բացվեց։ Հայոց եկեղեցու հանդեպ նոր հետաքրքրություն առաջ եկավ։ Արդեն 60-ականներից սկսած կաթոլիկ գիտական կենտրոններում հայագիտության նկատմամբ նոր դիրքորոշում եւ բոլորովին նոր հայացք ձևավորվեց։ Մյուս կարևոր հանգամանքը հայ առաքելական եկեղեցու ուսանողների, աստվածաբանների նոր սերնդի պատրաստումն էր կաթոլիկ ուսումնական հաստատություններում։ Այդ գործընթացը փոխադարձ է եւ շարունակվում է մինչեւ այսօր։ Կամաց կաթոլիկ գիտնականներ ասեմ կամ աստվածաբաններ կամ հայագետներ կամաց իրենք փորձեցին ավելի խորությամբ ուսումնասիրել հայոց եկեղեցին, հենց հայոց եկեղեցու ուսումնական կենտրոններում։ Բնականաբար այս փոխհամագործակցությունը շատ կարևոր էր միմյանց ճանաչելու եւ անհրաժեշտության դեպքում սխալ եզրահանգումներից խուսափելու համար, որովհետեւ շատ հաճախ հրատարակություններ կամ գիտական ժողովածուների մեջ միջև այդ համագործակցությունը միջև 60-ական թվականներ հայ եկեղեցու վերաբերյալ շատ, այսպես ասենք, ոչ թե ժխտական, այլ շատ մութ տարերային ինչ-որ մի բան կար, այսինքն առաջնորդվում էին շատ քարացած սկզբունքով, որ արևելյան մոնոֆիզիտներ եւ այլն, բայց բնականաբար դա աստիճանաբար փոխվեց։ 20-րդ դարավերջին Գարեգին I-ի օրոք էկումենիկ լայն գործակցություն սկսվեց Էջմիածնի եւ Վատիկանի միջև։ Այդ գործակցությունը շարունակվում է մինչեւ այսօր եւ 2000-ականների սկզբից նոր գործնական փուլ է մտել։ Դրա վառ վկայությունն են արևելյան ուղղափառ եկեղեցիների եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու աստվածաբանական միացյալ հանձնախմբի 1.5 տասնյակ նիստերը։ Պատմության լույսի տակ քննարկել այն բոլոր հարցերը, որոնք մեզ միացնում են, եւ նաեւ ինչ որ իմաստով ավելի խորությամբ մատնանշել այն խնդիրները, այն բաժանման կետերը, որոնք այսօր առկա են եւ որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են երկխոսություններ։ Սա թերևս ամենալուրջ եւ ամենակարևոր ձեռքբերումն է, որ այսօր կա այդ երկխոսության մեջ։ Հարաբերությունների գործակցության իմաստով իհարկե դրանք ամենատարբեր ոլորտներում են՝ սոցիալական, ուսումնակրթական, միջկրոնական երկխոսությունների։ Վերջին տարիներին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը մի քանի անգամ մասնակցել է տարբեր կրոնների ղեկավարների մասնակցությամբ գումարված խաղաղության աղոթքին, այն կազմակերպվում է կաթոլիկ եկեղեցու կողմից։ Դեռ 1980-ականներին Հովհաննես Պողոս II պապը հանդիսավոր հայտարարել է տարբեր կրոնների միջև խաղաղության աղոթքի անհրաժեշտության մասին։ Իհարկե, պետք է հաշվի առնել նաև, որ մեր երկու եկեղեցիների համագործակցությունը այս վերջին տարիներին շատ ավելի զորացավ, չասեմ քաղաքական, բայց մարդասիրական իմաստով, երբ Սիրիայում եւ Մերձավոր Արևելքում սկսվեցին հակամարտությունները, պատերազմները, բախումները, այս ոլորտում էլ բնականաբար երկու եկեղեցիները համագործակցում են, համագործակցության որոշակի եզրեր եւ սա կարծիքով հենց այդ ամբողջական պատկերն է, ամենապատկերը, որ մենք ունենք այսօր Էջմիածին Վատիկան փոխհարաբերությունների։ Բնականաբար նաեւ դրանք ավելի ամրապնդվում են երկու հովապետերի փոխադարձ այցելություններով, ինչը պատմական երևույթ է, որովհետեւ մինչեւ 2001 թվական Հռոմի որևէ պապ չէր այցելել Հայաստան եւ մինչեւ 1960 թվական, 62 թվական որևէ հայ կաթողիկոս, պատրիարք պաշտոնական ընդունելություն չէր գտել Հռոմի պապի կողմից։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջիկա հունիսի 24-ի այցելությունը կարելի է դիտարկել տրամաբանական շարունակությունը այն մեծ մարդասիրական, հայասիրական քայլի եւ հատուկ վերաբերմունքի, որ կատարեց Ֆրանցիսկոս պապը 2015 թվականի ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում։ Նա պատարագի ընթացքում հրապարակավ կրկնեց Հովհաննես Պողոս II քայլը դատապարտելով հայոց ցեղասպանությունը։ Այդ օրերին կաթոլիկ եկեղեցին նաեւ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական վարդապետ։ Հովհաննես Պողոս II 2001-ին իր հրաշափառի խոսքում նշել էր, որ ուխտագնացության է գալիս առաջին քրիստոնյա երկիր,
Նույն կարգախոսն էլ իբրև Ֆրանցիսկոս Պապի այցի պաշտոնական նպատակ արտացոլված է նոր պատկերանշանում այցելություն դեպի առաջին քրիստոնեական երկիր։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Հայոց առաջին հայրապետը դուրս գալով Խորվիրապի վիհից աստվածային տեսիլքի համաձայն կառուցեց հայ առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը։ 303 թվականից այն կանգուն է որպես հայ ժողովրդի հավատքի գլխավոր առհավատչա։ Հայ առաքելական եկեղեցին կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է նշում։ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը հայոց եկեղեցու մեծ տոներից է։ Եկեղեցական ավանդությունը մեզ է փոխանցում Մայր տաճարի կառուցման պատմությունը, ըստ որի Սուրբ Գրիգոր Լուսավորչին է հայտնվում միածինը եւ ոսկե մուրճով հարվածում է Սանդարամետի Մեհյանին, ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց հավատի տաճարը։ Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը, որ գրաբարից թարգմանաբար նշանակում է իջավ միածինը։ Սովորաբար տոնական այսօրը տաճարը լի է լինում ուխտավորներով։ Այս անգամ ուխտի պատարագը մատուցում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Նրա հետ մայրաթոռ էին եկել բազմաթիվ տավուշեցիներ։ Սրբազանն իր քարոզում նշեց, որ Սուրբ Էջմիածնի տոնը մեծագույն խորհուրդ ունի մեր ողջ պատմության համար, որովհետև այս տաճարը այն բաբախող սիրտն է, որ ոռոգում է հայոց հոգևոր կյանքը։ Կարծես նախախնամական լինի, երբ այս օրերին մենք ամբողջ ժողովրդով անընդհատ տոնախմբում էինք մայիսյան հաղթանակների մեր փառաբան էջերը, հիշում և վերհիշում, ապրում նրանցով արձանագրված ներկայի հաղթանակները։ Եթե ենք դարձնում մեր հայացքները դեպի չորրորդ դարը, հիմնադրության օրերը, մեր Սուրբ եկեղեցու նահատակությամբ գրված եւ ահավասիկ իր ամբողջ տրամաբանությամբ, իր ամբողջ երթով քայլով այսօր Մայր տաճարի այս սուրբ տոնը գալիս է կարծես գագաթը, եզրակետը, ամփոփումը լինելու բնական կերպով այդ բոլոր հաղթանակներին։ Սրբազան հայրը հիշեց բոլոր այն պատմական կարևոր պահերը, երբ Սուրբ Էջմիածինը եղել է հայոց համախմբման վայրը, հիշեցրեց ցեղասպանության դաժան օրերը, երբ տաճարը լի էր որբերով ու գաղթականներով, նաև Սարդարապատի հերոսական օրերը, երբ ժողովուրդն այստեղ էր համախմբված ամենայն հայոց կաթողիկոսի շուրջը, որ չնայած իշխանության հորդորներին, քայլ անգամ չհեռացավ վաղարշապատից։ Այս տաճարն այսօր էլ շարունակում է մեր ժողովրդի համախմբման վայրը լինել, ասաց Սրբազանը ցույց տալով ուխտավոր զինվորներին, հայոց բանակի հրամանատարներին, համայնքապետերին, մեր եկեղեցու բարերարներին, Տավուշից, Սփյուռքից ու Հայաստանի այլ բնակավայրերից ժամանած բազմաթիվ հավատացյալների, որ ներկա էին պատարագին։ Էջմիածնում այսքան Տավուշից մարդիկ տեսնելով այս կազմակերպվածությունը, այս ոգին տեսնելով իսկապես զգում ես, որ թիկունքդ ամուր է, իրոք ամուր է ու մարդիկ իրենց բնորանին կարճած են ու համախմբված են, սա ոգևորիչ է միանշանակ։ Ճիշտն ասած, այս երկու օրերին շատ մեծ ուրախությամբ էին լցված, շատերն էին ուզում մասնակցել այս ուխտագնացությանը, բայց հնարավորության սահմաններն էր փոքր, շատ երեխաներ էին ուզում գալ եւ իրենց մասնակցությունը ունենալ Սուրբ Պատարագին, հատկապես կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ, բոլորի աղոթքներն ունենք բերել մեր հետ մայրաթոռն։ Սրբազան արարողության ավարտին ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հայրապետական մաղթանք կատարվեց։ Մենք գոհություն ենք բարձրացնում երկին, որ Սուրբ Էջմիածնի լույսով և հավատքով ազգս հայոց դիմակայել է իր կյանքի բոլոր փորձություններին և Տիրոջ խաչն ապավինած կերտել է լուսավոր էջերը իր կյանքի։ Թող Տիրոջ օրհնությունը և շտորները
որդի վրա իսպյուրս աշխարի, և ազգս հայոց ապրի միշտ իրոջ փառաբանությունը իր շուրթերին, ապրի լավատես ոգով իր հայացք ուղղած դեպի նոր ժամանակները մեր կյանքի, վստահությամբ, որ գալիքը մեր ժողովրդի պիտի լինի լուսավոր ու պայծառ, պիտի լինի Տիրոջ օրհնության ներքո միշտ խաղաղության մեջ և հաղթանակների նորանոր ձեռքբերումներով։ Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինի մեզ այսօր և հավիտյան։ Ամեն։ Պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոռի բակում զրուցեց սահմանապահ Տավուշի բնակիչների հետ, նրանց փոխանցեց իր հայրական օրհնությունը և հորդորեց նույնքան տոկուն, նույնքան նվիրված լինել, անել հնարավոր ամեն բան, որ մեր սահմանապահ համայնքները զարգանան և հզորանան։ Աստղիկ Հակոբյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Գեղարքունիքը հատելիս բնությունը կտրուկ փոխվում է և հայտնվում ես պոետական մուսաների ու հորովելի աշխարհ Տավուշում։ Այսպիսին է Հովեկների Տավուշից ստացած տպավորությունը։ Տավուշցին այլ կերպ է ընկալում իր երկիրը։ Նա գիտի, որ Հայաստանի հյուսիսարևելքում 300 կիլոմետր երկայնքով ձգվող սահմանագոտուց է կախված ողջ երկրի անվտանգությունը և ինքը պարտավոր է անընդհատ պայքար տանել ամեն թիզ հողի համար։ Պառավաքարը հակառակորդի ուղիղ նշանակետի տակ գտնվող գյուղերից է, շրջապատված է հայկական և ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերով։ Գյուղի հողերը հակառակորդի դիրքերին շատ մոտ են, ուղիղ գծով 500 մետրի վրա։ Այգիկը 150-300 մետր հեռավորության վրա է։ Վարսիկտատի հողամասը երկու ադրբեջանական դիրքերի արանքում է, քարեգծեն կընկնի իր այգին։ Դա նրան ամենևին չի խանգարում զբաղվել հողագործությամբ և բավական լավ բերք ստանալ։ Անվտանգության հարցն էլ իր ձևով է լուծում։ Ժամանակ եղել է, որ ես իմ տղին զենք չիլել, մի հատ փետ եմ վկալել, փալաս փթաթել, քինած եմ մի փոստեղ նստել ու սա ձեռից բռնել։ Ասել գոնե որ ինդիան բինոկով եշեն տնան որ ձեռից զենք կա։ Էտորն իմ տղեն մի հեկտար 4000 մետր խաղող այգին սրսկել է։ Վաստակաշատ պառավաքարցու կարծիքով գյուղի յուրաքանչյուր տանը զենքի առկայությունն այսօր հրամայական է։ Ես կնիկ եմ, ես ավտոմատ եմ ուզում, սեր եմ ուզում քինամ կռվեմ իմ հողը պահելու համար։ Տիկին Վարսիկի հավաստմամբ գյուղում արտագաղթ չկա։ Պառավաքարցիները պատվով ու աշխատասեր ժողովուրդ են, մնացել իրենց հողն են պահում։ Տատը գոհանում է իր ապրուստից։ Մի ստական չայ կխմենք, բայց սահմանի տղեն թող ամանալավն ուտի, ամանալավը հագնվի, ապա հովլի իրան դիրքերում։ Բարեբախտաբար պառավաքարում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է։ Մեր այցելության օրը գյուղում մեծ տոնախմբություն էր, առիթը սրբոց թարգմանչած Կիրակնորյա դպրոցի բացումն էր։ Այսուհետ պառավաքարի երեխաները հնարավորություն կունենան սովորելու ասեղնագործություն, քանդակագործություն, արհեստի որոշ ճյուղեր, մարտարվեստ, ստանալով նաև հոգևոր կրթություն և դաստիարակություն։ Մեր երեխաները նաև ֆիզիկական պատրաստվածության հնարավորությունը կունենան հոգևոր իրենց կրթությանը զուգընթաց։ Մենք ուզում ենք, որ հոգևոր նկարագրով, տոկուն նկարագրով հայորդիներ մեծացնել, դասարակել, ովքեր պիտի վաղը բանակ զորակոչվեն, ովքեր վաղը պիտի պաշտոններ զբաղեցնեն, որոշումներ կայացնեն եւ արդեն բարոյական նկարագրով, հոգևոր դաստիարակությամբ երիտասարդը մեր վաղվա քաղաքացին արդեն ավելի լավ հայրենիք մեզ կպարգևի։ Կամ բաներ, որ մեզանից դուրս են, մեզանից առավել կարևոր են։ Դա մեր հայրենիքն է, դա մեր ծնողներն են, դա մեր ընտանիքներն է։ Եկել ենք այս երեխաների մեջ այս ամեն ինչը ոչ թե սովորեցնելու, այլ առավել ամրապնդելու, որ մենք եսասեր չմեծանանք։ Ամենակարևորը, որ երեխաները զբաղված կլինեն եւ նրանց ապագան ավելի լուսավոր կդառնա, ավելի ընկերասեր կդառնան, ավելի մեղմ կլինեն, սիրով կլցվեն։
Տավուշի թեմում տարեսկզբից մեկնարկել է մեկ համայնք մեկ դպրոց ծրագիրը, որով նախատեսվում է թեմի բոլոր համայնքներում ունենալ առնվազն մեկ կիրակնօրյա դպրոց։ Օրերս մի այդպիսի դպրոց էլ Դիլիջանում բացվեց։ Պառավաքարի կիրակնօրյան ևս այդ ծրագրի շրջանակում կգործի։ Սրբազան նոր բոլոր նախաձեռնությունները օր-օրի մենք տեսնում ենք, որ իրականություն է դառնում եւ մեծ վերազարթոնքի, հոգեվոր վերազարթոնքի շրջան ենք ապրում։ Մեր սահմանամերձ գոտում նամանավանդ պատկերացրեք գյուղում եկեղեցի չունենք, բայց ոգին շատ բարձր է, շատ կարևոր է։ Եվ մարտարվեստի առումով որ կբերեն հետագայում դա, ասենք մեր սերժանտներ կդասիրակվեն լավ ապագա զինվորներ հայրենիքի համար եւ աղջիկները ձեռագործություն կսովորեն իրենց ընտանիքների համար էլ հետո շատ պիտանի կանայք կդառնան եւ շատ լավ մայրեր։ Բագրատ Սրբազանը խոսեց նաև սահմանամերձ գյուղերի դատարկման մասին կեղծ լուրերի եւ ընդհանրապես սահմանի հետ կապված շահարկումների մասին, կոչ անելով սթափության։ Ուղղակիորեն հրավիրում եմ խելամտության, սթափության, խելամտության, ավելի ճիշտ գնահատելու իրավիճակները։ Եթե որևէ մեկը խոսելու է սահմանի մասին, գալու սահմանում գոնե 2 օր ապրելու։ Եվ թող մյուս կողմից է սահմանը չդառնա ոմանց համար շահարկման ու հպարտության, կեղծ հպարտության առիթ, թե այնտեղ գտնվելու իմաստով եւ թե կամ իր կյանքի, այսպես ասած, ինքնադրսևորումը բավարարելու իմաստով։ Պառավաքարում բանակ ժողովուրդ կապը բնականորեն միահյուսված է։ Սա հատուկ է բոլոր սահմանամերձ բնակավայրերին։ Գյուղացին ցերեկն իր առօրյա հոգսերով է զբաղվում, գիշերը զենքը ձեռքին կանգնում է զինվորի կողքին։ Եվ ամենևին զարմանալի չէ, որ մոտակա Զորամասի զինվորները դպրոցականներին հավասար մասնակցություն ունեցան միջոցառմանը, մեծ ոգևորության առիթ դառնալով։ Սահմանը բոլորի սահմանն է։ Եվ այստեղ եւ զինվորը, եւ աշակերտը, եւ գյուղացին համախմբված են եւ իմի են։ Կապ չունի սահման կպայենք, թե կնվագենք, թե շոր գործ կանենք, խոտ կանցենք, իրենց համար, իրենց երեխեքի նմանենք։ Դպրոցում ունենք պատանի երկրապահ ջոկատ, սահմանին երբ որ կարիք ալում օգնության, մենք մեր խմբով միշտ կանգնած ենք, օգնում ենք ու միջոցառումների ժամանակ էլ միշտ պատրաստ։ Արցախյան ազատամարտի հերոս ծնունդով պառավաքարցի Էդիկ Մելքումյանի անունը կրող միջնակարգ դպրոցն ունի 210 աշակերտ։ Հաջորդ տարի առաջին դասարանցիների ավելի մեծ հոսք է սպասվում։ Հանրապետության տարբեր բուհերում սովորողներն էլ որպես կանոն վերադառնում են հայրենի գյուղ։ Լավ շրջանավարտներ ունենք, լավ ապագա ունենք։ Ես համոզված եմ, որ մեր երկրի ապագան մեր երեխաների ձեռքում է եւ հուսալի ձեռքում է։ Այս ժողովուրդը ինքը առավել մոտ է Աստծուն, քան մենք, որ կոչված են քրիստոնյա լինելու, Աստծուն ծառայելու, որովհետև իրենք սահմանում լինելով գծի վրա են, կյանքի եւ մահվան գծի վրա են եւ յուրաքանչյուր պահի նրանք մեռնում են ապրելու համար։ Բոլորովին այլ է իրավիճակը սահմանամերձ Այգեպար գյուղում։ Այգեպարը Տավուշի մարզի մի քանի խիստ սահմանային համայնքներից է, որտեղ պատերազմը երբեք չի դադարել։ Մշտական կրակի տակ ապրող գյուղում անվտանգության որևէ երաշխիք չկա։ Չեն օգնում ոչ պաշտպանական պատերը, ոչ քարապատած պատուհանները։ Սապրում ենք, սապրեցինք։ Մի հատ կով ենք պահում, բախից չգիտեմ, ինչու, մեկ էլ այս կողմի վրա ենք տանում, թուրքա։ Գնալ մի կողմի համար մահանա, ապրում ենք։ Գյուղում այցելուներին հորդորում են փողոցի կենտրոնով չգնալ պատերի տակով քայլել։ Հակառակորդը չի խնայում նույնիսկ մանկապարտեզը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ կառուցած հսկա պատնեշն անգամ չի պաշտպանել մանկապարտեզի շենքը հերթական կրակահերթից։ Գյուղում գազ ու ջուր կա, բայց Այգեպար համայնքը զրկված է երկու կարևոր կենսական բաղադրիչից՝ չունի հողատարածք եւ ամենակարևորը անվտանգություն։ Այս երեխեքը մարդ չեն, վերջ Հայաստանապետության քաղաքացի չեն։ Հա ինչ են ասելու, որ մեծան ինչ են ասելու։ Եթե չկա ապահովություն, ամեն բան անարժեք է։ Գյուղապետը պատմում է, թե որդին ի պատասխան դաստիարակչուհու հարցին ինչ է ուզել ձմեռ պապից։ Ասեց ամենաշատը ձմեռ պապից ինչ է ուզում, ասեց խաղաղություն։ Երեխեն։ Լացած բետարով։ Խաղաղության արկայությունը լայն հնարավորություններ կստեղծի մարդկանց համար աշխատելու, գործելու, իրենց արդար վաստակով իրենց կյանքը շահեցնելու։ Ինչպես սահմանամերձ մյուս բնակավայրերում, Այգեպարում եւս տղամարդիկ դիրքերում են գիշերում։
Ցերեկն իրենց գործին են, գիշերը զինվորի կողքին։ Սակայն ցերեկն առանձնապես անելիք չկա գյուղում։ Երբեմնի հզոր բանվորական ավանը հողակտոր չունի, որ գյուղացին մշակի եւ եկամուտ ստանա։ Ով հնարավորություն ունի, կարող է այգեպարի կողքին գտնվող ներքին Կարմիր աղբյուրի հողերը գնել։ Շատ չեն այդ երջանիկները։ Սահմանային գոտիները, մեր սահմանապահ գյուղերը ամեն իմաստով պետք է մնան մեր ժողովրդի, մեր պետության, մեր ընդհանրապես բոլորիս ուշադրության ներքո։ Տավուշի մարզում կա ընդամենը 5-6 խիստ սահմանային համայնք, որոնց նկատմամբ անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել։ Արցախյան հակամարտությունը ավելի քան 2 տասնամյակ լարվածության եւ կրակի տակ է պահում նաեւ Ադրբեջան-Հայաստան պետական սահմանը եւ հայտնի չէ թե դեռ որքան է այս վիճակը շարունակվելու։ Այլընտրանքը անվտանգության նոր համակարգի ձևավորումն է։ Հայտնի ճշմարտություն է, սահմանը պաշտպանում են ոչ միայն զենքով, այլ նաեւ աշխատանքով։ Ամենաամուրը այն սահմանն է, որը թիկունքում ունի գործող բարեկեցիկ համայնք։ Ժաննա Սարգսյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Մեծ տեսիլքի մենք զավակներ, հույսով վառված հուր հոգիներ։ 140-ամյա Գևորգյան հոգևոր ճեմարանի դարերի պատմությունն ու առաքելությունն ամփոփող նորօրյա օրհներքի տեքստից է։ Հայաստանի հնագույն ուսումնական բարձրագույն հաստատությունը բոլոր ժամանակներում հպարտացել է իր շրջանավարտներով։ Հայ ժողովրդի մտավորականների, գրողների, գիտնականների ու հոգևորականների համար Գևորգյան հոգևոր ճեմարանը բոլոր ժամանակներում դարբնոց է եղել։ Այսօր այստեղ բակալավրի եւ մագիստրոսի որակավորում ստացած շրջանավարտները կրթությունը շարունակում են աշխարհի լավագույն բուհերում, համալրում հայ հոգևորականների շարքերը, զբաղվում գիտության տարբեր ճյուղերով։ Ճեմարանում տեղի ունեցող յուրաքանչյուր անցուդարձ եւ փոփոխություն մշտապես հայոց հայրապետի բծախնդիր հայացքի ներքո է։ Վեհափար հայրապետը տեղյակ է այստեղ սովորող յուրաքանչյուր ուսանողի առաջադիմության եւ վարքի մասին։ Կրթական բարձր որակն ապահովում են նաեւ այստեղ դասավանդող ոլորտի լավագույն հայ եւ օտարազգի մասնագետները։ Ընտրելիս մանրակրկիտ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, թե բնագավառում ինչպիսի ձեռքբերումներ է ունեցել այդ մարդը, արդյոք պրպտող է գիտական առումով եւ նաեւ ինչքանով կարող է ներշնչել ճեմարանականներին, որովհետեւ վերջի վերջո ոչ միայն կրթությունն է կարեւոր այստեղ, այլ նաեւ այն ներշնչում, այն ոգին, որ դասախոսը պետք է փոխանցի։ Մատենադարան, դասական եւ ժամանակակից հեղինակների գրքերով հագեցած գրադարաններ, համակարգչային եւ մարզական սրահներ։ Լավագույն կրթության համար այստեղ ստեղծված են բոլոր պայմանները։ Ճեմարանը հայ ժողովրդի զավակների համար ապահովում է ժամանակակից, կրոնական, գիտական, աշխարհայացքային կրթություն, որը կարելի է ասել մրցակից երևույթ չունի մեր իրականության մեջ։ Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունվելու համար դիմորդները քննություններ եւ ստուգարքներ են հանձնում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, երաժշտություն, անգլերեն առարկաներից։ Ուսումն այստեղ անվճար է։ Ճեմարանականներն ուսումնառության ընթացքում ապահովվում են նաև սննդով, կացարանով, բժշկական ծառայությամբ։ Որ ճեմարանում կրթությունը բազմակողմանի է, դա ինձ շատ էր ուրախացնում։ Եվ դրա շնորհիվ որ մենք կարողացանք մեր ուսումնառության տարիներին մասնակցել տարբեր համալսարաններում, տարբեր ֆակուլտետներում գիտաժողովների եւ ուրախալին այն էր, որ կարողանում էր ամեն տեղ դրսևորել քեզ այնպես, ինչպես որ արժան էր։ Ուսումնառության ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները մասնակցում են նաև տարբեր գիտաժողովների, ուխտագնացությունների, հյուրընկալում անվանի մտավորականների։ Հովական ծառայության փորձառության համար կազմակերպվում են բարեգործական միջոցառումներ։ Ճեմարանի արական երգչախումբը համերգներով հանդես է գալիս Հայաստանի տարբեր բեմերում։ Քանի որ ճեմարանի ուսումնական ծրագիրը խիստ հագեցած է, դժվարացողները կարող են մասնակցել ամառային դասընթացներին։ Լուսինե Բալյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում դրամական մրցանակներ ստացան մայրաքաղաքի 4 բուհերի ուսանողներ, ովքեր հաղթող են ճանաչվել Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդես մրցույթում։ Գեղանկար, կերպարվեստ, գրաֆիկա, կիրառական արվեստ, քանդակ անվանակարգերում ճանաչված լավագույն 18 աշխատանքներն են։ Երկրորդ տարին է Արարատյան հայրապետական թեմը ստեղծագործական բուհերում եւ քոլեջներում կազմակերպում է ցուցահանդես մրցույթներ։
Միշտ Սուրբ Սարգսի տոնի շրջանակներում, երբ որ հայտարարվում է ցուցահանդես մրցույթը, մինչև ցուցահանդեսը կկազմակերպվի, բոլոր հայտ ներկայացրած բուհերում կազմակերպվում են հոգևորականների այդ հանդիպումներ ուսանողների մասնակցությամբ։ Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջի, Հայաստանի ազգային ճարտարապետաշինարարական համալսարանի, Գեղարվեստի պետական ակադեմիայի եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողները մրցույթին մասնակցության հայտեր ներկայացնելուց հետո ձմռան ամիսներին իրենց հարկերի տակ կազմակերպեցին ցուցահանդեսներ։ Յուրաքանչյուր բու 60 աշխատանքի մեջ առանձնացրեց 4 լավագույնը։ Դժվար այդ գործը ստանձնեցին բուհերի դասախոսներն ու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր դասը։ Զարուհին երկրորդ անգամ է մասնակցում ցուցահանդես մրցույթին։ Մրցանակակիր է։ Աշխատանքումս թեման սիրո ուժն է անհաղթ խորագրով, պատկերեցի այդ հզորությունը կնոջ կերպարով, ով իր մեջքի ետևում ամպերի մեջ ունենալով Սուրբ Սարգսի ձին, իր մեջ իր ուժն է փոխանցում այդ կնոջ կերպարին։ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողուհի Ռիման Անյանը տասնյակ ցուցահանդեսների է մասնակցել։ Սա Ռիմայի գրաֆիկական աշխատանքն է, վերնագրված է մեկում։ Սիրո եւ դրա կնճռոտ խնդիրների շուրջ հաճախ է ստեղծագործում Ռիման։ Սեր, կարոտ, մերժում, թախիծ, անձնվիրում, փորձել է փոխանցել իր սև սպիտակ գունապնակով։ Տեխնիկան եւ միտքը իրար հետ զուգահեռ տանելով, այսինքն մոնոտիպով եմ մասնակցել եւ մի օրինակ, մի տպագրություն այդպիսի աշխատանք է։ Աշխատանքներում շատ էին նաեւ հայտնի մանրանկարների կրկնօրինակումները։ Անի Պողոսյանը Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջի ուսանողուհի է։ Չէր սպասում, որ իր առաջին ցուցահանդեսը հաղթանակ կբերի։ Քոլեջի իր դասախոսը նոր թարմ գիծ է տեսել Անիի մանրանկարներում եւ խորհուրդ տվել մասնակցել ցուցահանդեսին։ Մանրանկարների իմպրովիզ, խաչելություն, ավետում եւ դժոխքի ավերումը փորձել եմ ներկայացնել յուրովի, ի սկզբանե փորձել եմ ստեղծել այնպիսի աշխատանք, որը օրիգինալ կլինի եւ նման չլինի ոչ մի մյուս աշխատանքներին։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի անունից հաղթող ուսանողներին մրցանակներ հանձնեց Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Շնորհավորելով մրցանակակիրներին, Տեր հայրը հույս հայտնեց, որ երիտասարդների կապը եկեղեցու հետ չի սահմանափակվի միայն այս մրցույթով եւ նրանք կսկսեն եկեղեցում առավել ակտիվ գործունեություն ծավալել, կմիանան թեմի երիտասարդական կառույցներին։ Անուշ Առաքելյան, Գարեգին Պապոյան, Եկեղեցական կյանք։